Հայտնի դառնալու ամենահեշտ տարբերակը հիմա հեռուստասերիալում նկարահանվելն է, իսկ եթե արտիստը Ռուսաստանի պես մեծ երկրում է հաջողված սերիալում գլխավոր դեր կատարում, կարող է վստահ լինել, որ իր երկրպագուների թիվը 100,000-ներով է թվարկվելու։ Միքայել Արամյան, ռուսաստանցի հայտնի կինոդերասան, հեռուստասերիալների աստղ։ Միքայել, գիտեմ, Երևանում եք ծնվել, այն էլ ինչ օր, Շուշիի ազատագրման օրը, հա, մայիսի 9-ին։ Այո, ճիշտ է։ Իսկ ձեր արմատների մասին, Արամյանները որտեղացի էին ընդհանրապես։ Ինձ ավելի հեշտ կլինի ռուսերեն։ Համեցեք, Շնորհակալություն։ Изначально мы из Հորս տոհմի արմատները արևմտյան Հայաստանից են, Հերձերումից։ Համերկրացի ենք ձեզ հետ։ Իսկ մայրիկիս կողմից արցախցի եմ։ Գիտեմ, որ ստեղծագործող մարդկանց ընտանիքում եք ծնվել, ձեր պապիկը ռեժիսոր էր, հայ ֆիլմում էր ֆիլմեր նկարահանում, հայրիկը քանդակագործ է։ Այո, պապիկս հայ ֆիլմի տնօրենն է եղել, սցենարիստ էր, թատերական դրամատուրգ, իսկ հայրիկս հիմա էլ ստեղծագործում է որպես նկարիչ եւ քանդակագործ։ Ну, естественно, в такой семье բնական է, որ այդպիսի ընտանիքում ձեզ մանկուց տանում էին թե թատերական խմբակ, թե նկարչության։ Вы знаете, нет, не сказал бы. Ոչ մեզ մոտ այդպես չէր։ Հայրս պատկերացնում էր, թե դերասանի կյանքը իրենից ինչ է ներկայացնում, քանի որ 17 տարի շարունակ աշխատել էր թատրոնում որպես նկարիչ։ Արտիստական կենցաղը լավ գիտեր, ու այդ պատճառով չէր ցանկանում, որ ես մտածեմ դերասան դառնալու մասին։ Ճշմարտություն կար նրա ասածում։ Արտիստի կյանքը իսկապես շատ դժվար է։ Աշխատանք կայուն չէ, տարբեր վատ գայթակղությունները շատ են։ Ցանկացած ծնող ձգտում է զավակին պաշտպանել վտանգներից։ Հիասթափեցրիք ծնողներին։ Надеюсь, что еще не окончательно. Հուսով եմ, որ դեռ ոչ վերջնականապես։ Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ հարգեցին իմ ձգտումները, թեև իրենց պատկերացումը իմ ապագայի մասին բոլորովին այլ էր։ Իսկ երբ ձեզ մոտ նկատվեց այդ ձգտումը, ու երբ պարզ դարձավ, որ պատրաստ եք այդ ձգտմանը ընթացք տալ։ Я до сих пор задумываюсь, могу ли я ее реализовать в достаточной степени. Մինչև հիմա էլ մտածում եմ այն մասին, թե արդյոք կարողացել եմ դրսևորել այդ ձգտման բոլոր երանգները, իսկ դերասան դառնալու մասին ես սկսեցի մտածել, երբ 12-13 տարեկան էի։ Այդ ժամանակ արդեն Մոսկվայում էինք ապրում։ Ես խնդրեցի օրս, ու նա դիմեց ռեժիսոր Սլավա Ստեփանյանին, ով մինչ օրս ղեկավարում է Մոսկվայի հայկական թատրոնը։ Ես դարձա թատրոնին կից գործող ստուդիայի սան։ Հենց հայկական թատրոնում սկսեցի գիտակցաբար մոտենալ արտիստի մասնագիտությանը։ Մանկական թատերական ստուդիա էր։ Она была не детская, в том-то и дело. Она была для всех возрастов. Մանկական չէ, պրոֆեսիոնալ ստուդիա է, որը դերասանների է պատրաստում հայկական թատրոնի համար։ Այնտեղ սովորում էի հասուն մարդկանց հետ միասին, ու ինձ ոչ մի զիջում չէր արվում տարիքի հետ կապված, ու դա շատ լավ էր։ Այնտեղ համոզվեցի, որ դերասանի գործը հենց այն է, ինչով ուզում եմ զբաղվել։ Նախքան Մոսկվայի հայկական թատրոնում պրոֆեսիոնալ դերասանական կարիերան սկսելը, Միքայել Արամյանը արդեն հասցրել էր նկարահանվել կինոյում։ Ընդամենը 12 տարեկան էր, երբ նրան առաջարկեցին էպիզոդիկ դեր կատարել լրտեսական խաղեր քրեական թրիլերում, որտեղ նա նկարահանվել էր այդպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Իգոր Կոստալևսկին, Ելենա Կորիկովան, Ալեքսանդր Պարախավշիկովը։ Ավարտելով ժամանակակից արվեստների ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, մեր հայրենակիցը ամբողջովին նվիրեց իրեն կինոարվեստին։ Լայն հանրաճանաչություն Միքայելին բերեց գլխավոր դերը «Սանդուղք դեպի երկինք» սերիալում, որը նկարահանել էր 2016 թվականին ռեժիսոր Գեորգի Լյուբամիրովը։ Մեկ տարի անց Արամյանը գլխավոր դեր կատարեց «Սեր հրեշտակների քաղաքում» լիամետրաժ ռոմանտիկ կինոկատակերգությունում, որը համանուն հարավկորեական սերիալի ադապտացիան էր։ Հիմա Միքայել Արամյանի ֆիլմագրությունը ներառում է արդեն 18 կինոֆիլմ։ Տաղանդի, խարիզմայի ու աշխատասիրության համադրությունը նրան դարձնում են ռուսական ժամանակակից կինոյի ամենավառ երիտասարդ աստղերից մեկը։
ձեր բախտը բերել էր, դեռ երեխա էիք, երբ կինոյում նկարահանվելու առաջարկ ստացաք։ Այո, թեև դա ընդամենը էպիզոդիկ դեր էր, իմ կյանքում այն չափազանց կարևոր դեր խաղաց։ Թափառական մուրացկանի դեր էի խաղում։ Այնտեղ առաջին անգամ տեսա, թե կինոարդյունաբերությունը իրենից ինչ է ներկայացնում։ Շատ հետաքրքիր էր՝ լուսավորողները, կոստյումերները, դիմահարդարները, բոլորը վազվզում էին, աղմկում էին։ Ու ես որպես դերասան ինձ զգում էի այդ խառնաշփոթում որպես կենտրոնական գործող անձ։ Դպրոցում տղաները ձեզ հարգեցին այդ դերից հետո։ Իմ համադասարանցիները երբեք ինձ գլուխ գովելու առիթ չեն տվել։ Նրանք չէին կարծում, որ եթե ես կինոյում եմ նկարահանվել, ուրեմն անհասանելի մեկն եմ դարձել, որի հետ չի կարելի խաղալ կամ միասին զվարճանալ։ Քիթս վեր պահելու տեղ չեմ ունեցել։ Իսկ բուհ ընդունվելու ժամանակ տարբերակներ քննարկվում էին, թե արդեն պարզ էր, որ դերասանական պետք է ընդունվեք։ Обсуждался вариант креативщика. Քննարկվում էր նաև կրեատորի մասնագիտությունը, գովազդի ասպարեզում էլ էի ինձ պատկերացնում, բայց այնուամենայնիվ ընտրեցի թատերական բաժինը։ Լավ, ավարտեցիք թատերականը, հետո Мне опять же безумно повезло. Կրկին բախտս ժպտաց, Աստված շոյեց գլուխս ու ասաց վերցրու։ Առանց որևէ պրոտեկցիա ես կրկին հայտնվեցի կինոֆիլմի նկարահանման հրապարակում։ Բոլորովին անհայտ մի մարդ, ով ինչպես հետո պարզվեց քասթինգի մասնագետ էր, ինձ հետ կապ հաստատեց սոցցանցի միջոցով ու առաջարկեց փորձել ուժերս կինոյում։ Նա ասաց. հեռուստատեսության առաջին ալիքը նոր սերիալ է նկարահանում։ Գիտեմ, որ դուք սկսնակ դերասան եք, տեսել եմ ձեր լուսանկարները։ Դուք մեր պահանջներին համապատասխանում եք։ Սկզբում մտածեցի, թե ընկերներիցս մեկը կատակում է, դե անհավանական էր թվում։ Առանց որևէ նախնական ստուգումների ինձ պարզապես տվեցին սցենարի հատվածը, որում իմ հերոսի տեքստն էր։ Սովորեցի տեքստը եւ նշանակված ժամին եկա փորձի։ Հետո մի քանի անգամ էլի կանչեցին փորձերի ու մի երջանիկոր զանգահարեցին ու ասացին, որ ինձ հաստատել են ֆիլմի գլխավոր դերի համար։ Երջանկությանս սահման չկար։ Ֆիլմը հաջողվեց, իմ դերը նկատվեց։ Կարելի է ասել, որ մեկնարկը իսկապես հաջող էր։ Սերիալի էկրաններ դուրս գալուց հետո արդեն առաջարկների պակաս չունեիք։ Не будем забывать, что я... Չմոռանանք, որ ես հայ եմ ու հայկական արտաքին ունեմ։ Գործակալները իմ տան մոտ հերթ չեն կանգնում գոնե այն պարզ պատճառով, որ հայկական արտաքին ունեցող դերասանները այդքան էլ պահանջված չեն ռուսական կինոյում։ Այդ իմաստով իմ մեկնարկային հնարավորությունները ի սկզբանե շահեկան չէին։ Բայց չի ասի, որ ընդգծված հայկական արտաքին ունեք։ Դե գուցե շատ ընդգծված չէ, բայց Ռուսաստանում ընդունված է, որ եթե հերոսի ազգանունը Իվանով է, նրան պետք է ազգությամբ ռուս դերասանը մարմնավորի։ Ռուսաստանցի միջին վիճակագրական կինոդիտողը ցանկանում է իդեմս ֆիլմի գլխավոր հերոսի տեսնել իր հարևանին նման մեկին։ Ռուսաստանցիներից առնվազն 1/4-ը հայ հարևան ունի արդեն։ Գուցե, բայց ազգությամբ հայ հարևանը այն մարդը չէ, որին այստեղ հեռուստադիտողը ցանկանում է կինոյի հերոս տեսնել։ Միքայել, ձեզ չի բարկացնում այն, որ ձեզ սովորաբար հրավիրում են կատարել քաղցրալեզու գեղեցկադեմ մանչուկների դերեր։ Ներեք, եթե դա վիրավորական է հնչում։ Չի բարկացնում, բայց ասեմ, որ ավելի հաճախ ինձ կովկասցիների դերեր են առաջարկում։ Խոստովանենք, կովկասցիներին ռուսական կինեմատոգրաֆում սովորաբար ոչ այնքան լավ ստվերի ներքո են ներկայացնում։ Այսինքն սովորաբար կովկասցին դրական հերոս չի լինում։ Վաղուց արդեն ձևավորվել են այդ կարծրատիպերը։ Դա միանշանակ անընդունելի երևույթ է։ Հայկական արտաքին ունեցող դերասաններին սովորաբար առաջարկում են շուկայում բանջարեղեն վաճառող առևտրականների դերեր կամ նույնիսկ ավելի վատ հանցագործների դերեր։ Այդ կերպարները գրեթե միշտ բացասական են կամ անեկդոտիկ են, ծաղրի են ենթարկվում։ Բարեբախտաբար ես հնարավորություն ունեմ ընտրողաբար վերաբերվել ինձ առաջարկվող աշխատանքին, բայց դերասանների շատերը համաձայնվում են, քանի որ իրենց գործ է պետք։ Դա շատ վատ երևույթ է ու վաղուց արդեն չի արտացոլում իրականությունը։ Հայր այս երկրում վաղուց արդեն չեն ընկալվում որպես առևտրականներ, իսկ կինոն այդ կարծրատիպը դեռ շարունակում է շահագործել։ Ես դա խստորեն քննադատում եմ։ Ձեզ իսկապես հաճախ են այդպիսի դերեր առաջարկում։ Да, очень часто. Это как будто... Այո, շատ հաճախ։ Քաստինգ տնօրենների ձեռագիրն է, հենց որ իրենց հանձնարարություն է գալիս գտնել հանցագործի կամ շուկայում աշխատող առևտրական
դրականի դերի համար դերասան, անմիջապես հայտեր են ուղարկում իրենց տեղեկատվական բազաներում եղած բոլոր կովկասցիներին։ Ես ինչպես ասացի, միշտ մերժում եմ։ Իմ գործակալները մոտեցումս արդեն գիտեն ու ինձ նման դերեր այլևս չեն առաջարկում։ Դե իսկ ձեր հիշատակած քաղցրիկ տղաների դերերը թեև ինձ առանձնապես չեն ոգևորում, բայց գոնե չեն վիրավորում։ Ես համաձայնվում եմ այդպիսի դերեր կատարել, քանի որ հասկանում եմ, որ դրանք իմ անձի արժանապատվությունը չեն վնասում։ Իսկ այն, որ ձեր արտիստական տաղանդը գնահատողների մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, դա լավ է թե վատ։ Если я скажу плохо, то Եթե ասեմ վատ է, խաբած կլինեմ։ Դա շահեկան է։ Երիտասարդ աղջիկները շատ հավատարիմ հանդիսատես են։ Նրանք ամուսնանում են, զավակներ են ունենում, բայց միևնույն է ձգտում են չդավաճանել իրենց սիրած դերասաններին ու շարունակում են դիտել իրենց մասնակցությամբ բոլոր նոր ֆիլմերը։ Դա նպաստում է դերասանի կարիերայի աճին։ Բացի դրանից երիտասարդ աղջիկների երկրպագությունը շատ ակտիվ է։ Նրանք հետևում են արտիստին սոցցանցերով, կիսվում են իրենց էջերում արտիստի մասին նորություններով, մեկնաբանություններ են գրում։ Դա եւս շահեկան է։ Եթե կինո սիրող տղամարդու դուրը գալիս է մի դերասան, նա երբեք չի անի այն, ինչին պատրաստ է երիտասարդ աղջիկը։ Ես գիտեմ մի երիտասարդ պոպուլար դերասանի։ Նրան նույնիսկ պարտադրել են ստորագրել պայմանագիր, որի կետերից մեկը պահանջում է թաքցնել սեփական ընտանեկան կարգավիճակը։ Եթե նրան երկրպագող աղջիկները իմանան, որ ամուսնացած է, ֆիլմերի դիտելիության վրա դա բացասաբար կազդի։ Այո, կա նման բան, ինձ էլ են առաջարկել։ Երբ ներգրաված է երկարաժամկետ մի հեռուստատեսային նախագծում, պրոդյուսերը պահանջել էր, որ ես սոցցանցերում չներկայանամ իմ իրական կյանքով։ Ենթադրվում էր, որ դա կօգնի հեռուստանախագծի վաճառքին։ Այսինքն չամուսնացած դերասանը ավելի լավ է վաճառվում։ Անհամեմատ ավելի հեշտ է վաճառվում, դերասանը ապրանք է, չամուսնացած դերասանների պահանջարկը շուկայում շատ ավելի մեծ է։ Պրոդյուսերներին հեշտ է ֆիլմ վաճառել, եթե գլխավոր դերակատարը ամուսնացած չէ։ Խոսքը իհարկե երիտասարդ դերասանների մասին է։ Երբ արտիստը արդեն հայտնի է, կայացած է, իր ամուսնացած լինելը իրեն չի խանգարում։ Լավ դերասաններին ամուսնանալուց հետո էլ հաջողվում է պահպանել իրենց ֆան բազան։ Միքայել, միտեղ կարդացել էի, որ դուք աշխատում եք առանց կասկադյորի, վտանգավոր հնարքները ինքնուրույն եք կատարում։ Да, но зависит, конечно, от сцены, но Այո, բայց դա կոնկրետ դրվագից է կախված։ Կան վիճակներ, որոնցում պրոֆեսիոնալ կասկադյորի մասնակցությունը պարտադիր է։ Բնական է, որ ես չեմ կարողանա կանգնած մոտոցիկլ վարել կամ ցատկել այրվող պատուհանի միջով, բայց միջին բարդության հնարքները ինքս եմ կատարում ու պնդում եմ, որ ռեժիսորը ինձ դրա հնարավորությունը տա։ Բնական է, որ ռեժիսորի շահից չի բխում վտանգել դերասանի կյանքն ու առողջությունը։ Նրան ավելի հեշտ է կասկադյոր վարձել, բայց նկարանող ռեժիսորները ինձ սովորաբար վստահում են։ Դերասանական ֆակուլտետում ինձ սովորեցրել են մարտի դրվագներում հանդես գալ։ Սուսերամարտ են սովորեցրել ձիավարում։ Ես ունեմ ճիշտ ցատկելու ու ճիշտ ձևով վայր ընկնելու հմտությունները ու չեմ վախենում այդպիսի դրվագներ ունեցող դերերից։ Ինքը սպորտով զբաղվում եմ ու ձգտում եմ միշտ լավ մարզավիճակում լինել։ Որ մարզաձևով եք զբաղվում։ бокс активно занимаюсь, даже выступаю на соревнованиях. Բռնցքամարտով բավականին պրոֆեսիոնալ ձևով եմ զբաղվում, նույնիսկ մրցաշարերի եմ մասնակցում։ Ստիպված եմ հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանական տեխնիկային, քանի որ գիտակցում եմ, որ դեմքից ստացած հարվածները կարող են բացասաբար անդրադառնալ դերասանական կարիերայիս վրա։ Կոտրած քիթ ունեցող դերասան ոչ մեկին պետք չէ։ Ձեզ համար տարբերություն կա նկարահանվել հեռուստասերիալում, թե լիամետրաժ ֆիլմում։ Да. В сериале зависит, конечно, от того, кто. Այո, բայց իհարկե նշանակություն ունի, թե ով է ռեժիսորը ու ինչ բյուջե ունի սերիալը։ Եթե սերիալը լավ ռեժիսոր է նկարահանում ու այն մեծ բյուջե ունի, ես աշխատելիս ստանում եմ նույն հաճույքը, որը կստանամ լիամետրաժ ֆիլմում նկարահանվելիս։ Չեմ սիրում, երբ աշխատանքը կոնվեյերի է վերածվում։ Դերը զգալու, մարսելու համար ժամանակ է պետք։ Այդ իմաստով լիամետրաժ ֆիլմում նկարահանվելը ավելի հաճելի է։ Միքայել, դուք շատ եք աշխատել ազգությամբ հայ ռեժիսորների ու պրոդյուսերների հետ։ Դա օրինաչափություն է, թե պատահականություն։ Արդյոք իսկապես կա Ռուսաստանի կինեմատոգրաֆում այդպիսի հայկական եղբայրություն, որի անդամները օգնում են իրար ու միասին են աճում։
Вы знаете, Ռուսաստանում կան շատ մեծ ձեռքբերումների հասած հայ կինոպրոդյուսերներ, բայց ցավոք նրանց մեծ մասը չի սիրում հայերի հետ աշխատել։ Մենք միմյանց տեղը գիտենք, բայց միշտ չէ որ օգնում ենք իրար, որ միասին աճենք։ Ես սիրում եմ աշխատել հայրենակիցներիս հետ։ Այ օրինակ արդյունավետ համագործակցում ենք հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի հետ, որին կարող եմ արդեն ընկեր համարել։ Հայրենակից լինելը իհարկե նպաստեց մեր ընկերությանն ու համագործակցությանը, բայց ամեն դեպքում բնական է, որ պրոդյուսերը դերասանից առաջին հերթին պրոֆեսիոնալ որակներ է ակնկալում։ Ես վստահ եմ, որ նա ինձ դերեր է տալիս ոչ միայն այն բանի համար, որ ես հայ եմ։ Կցանկանայի, որ ռուսաստանյան կինեմատոգրաֆիայի հայկական եղբայրությունը, որի մասին դուք խոսում եք, ավելի հզոր ու ազդեցիկ լիներ։ Ես իմ կողմից պատրաստ եմ դրան նպաստել։ Միքայել, դուք հայկական թեմաներով ֆիլմերում եք նկարահանվել։ Այո, նույնիսկ եղել են ֆիլմեր, որոնցում հայերեն է խոսում, ինչպես հասցրեցիք նկատել, ինձ հեշտ չէ մայրենի լեզվով խոսել, բայց հաղթահարում էի դժվարությունը, քանի որ հայերեն ցավոք չեմ կարդում, ողջ տեքստը ռուսերեն տառերով էին ինձ համար գրել։ Հանգիր սովորում էի, երբեմն չհասկանալով, թե ինչ եմ ասում, բայց ինձ համար կարևոր էր այն, որ ես հայկական թեմայով ֆիլմում եմ նկարահանվում։ Միքայել Արամյանը նկարահանվել է հայկական թեմա ունեցող մի շարք ֆիլմերում։ Գյումրիում 1988 թվականի աղետի մասին պատմող երկրաշարժ ֆիլմում նա կատարել է գլխավոր հերոսուհու եղբոր դերը։ Նարինե Աբգարյանի վեպի հիման վրա նկարահանված Սիմոն կատակերգական սերիալում Միքայելը հայկական Բերդ քաղաքի բնակչի է մարմնավորում։ Արմենն ու ես կատակերգությունում երևանցի տաքսու վարորդի դեր է խաղում։ Արամյանը ակտիվ համագործակցում է ազգությամբ հայ ռուսաստանաբնակ ռեժիսորների ու պրոդյուսերների հետ։ Նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի «Սեր հրեշտակների քաղաքում», «Goodbye America», «Պատերազմ ու երաժշտություն» ֆիլմերում։ Աշխատել է ռեժիսորներ Մաքսիմ Հայրապետովի, Հայկ Ասատրյանի, Կարեն Զախարովի, Արման Մարությանի, Մհեր Մկրտչյանի հետ։ Հայկական կինոթիմի հետ համատեղ արած նրա վերջին աշխատանքը «Ոսկե դուբլ» ֆիլմի շրջանակում էր։ Այն նվիրված է նշանավոր ֆուտբոլային մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ու նրա գլխավորությամբ մեծ հաջողությունների հասած Արարատ ֆուտբոլային թիմին։ Ձեր նոր ֆիլմի մասին պատմեք։ Շուտով էկրաններ դուրս կգա իմ մասնակցությամբ նկարահանված վերջին հայկական ֆիլմը։ Այն նվիրված է մեծանուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ու մեր լեգենդար Արարատ ֆուտբոլային թիմի հաղթանակին։ Ֆուտբոլիստի դեր եք մարմնավորում։ я играю, нет, врача команды. Ոչ, ես թիմի բժիշկն եմ ֆիլմում։ Երբ պրոդյուսերը ինձ զանգահարեց ու ասաց, որ այսպիսի ֆիլմ ստեղծելու գաղափար կա, բոլոր նրա տված հարցերին պատասխանեցի այո, միայն թե ինձ վերցնեն նկարահանվելու։ Ընդամենը մեկ հարցի անկեղծ պատասխանեցի։ Երբ հարցրեց արդյոք լավ եմ ֆուտբոլ խաղում, չկարողացա ստել, բայց պրոդյուսերը խոստացավ ինձ համար մի դեր գտնել ֆուտբոլի դաշտից դուրս, ու այդպես ես դարձա բժիշկ։ Այ եթե խաբեիք ասեիք, որ ֆուտբոլ լավ եք խաղում, գուցե Իշտոյան դառնայիք ֆիլմում։ Кого угодно. Այո, Իշտոյան կամ մեկ այլ լեգենդար խաղացող, բայց իմ դերից էլ շատ գոհ եմ։ Իդեպ եւ Իշտոյանի եւ Սիմոնյանի եւ մեր մյուս լեգենդար հերոսների դերերը մարմնավորելու համար իրենց շատ նման դերասաններ գտան, ու նրանք փայլուն կատարեցին իրենց դերերը։ Մեծ սեր այդ ֆիլմի ստեղծման մեջ ներդրվել։ Նիկիտա Պավլովիչը անձամբ է մեր գործը օրհնել։ Նա տեսակապի միջոցով հետևում էր նկարահանումներին, խորհուրդներ էր տալիս։ Ծանոթացել էր դերասանների մեծ մասի հետ։ Սիմոնյան անգամ սցենարի ստեղծմանն է մասնակցել։ Վստահ եմ, որ լավ ֆիլմ է ստացվել։ Ձեր կարիերան թատրոնում է սկսվել։ Շարունակում եք թատրոններում խաղալ։ Գիտեք, ես սկսեցի Սլավա Ստեփանյանի ղեկավարած հայկական թատրոնում, բայց չհասցրեցի լիարժեք ներկայացում խաղալ։ Ստացվեց այնպես, որ լքեցի Մոսկվայի հայկական թատրոնը, պահպանելով Ստեփանյանի հանդեպ մեծագույն հարգանքը։ Հաճույքով կրկին կփորձեի ինձ թատերական բեմահարտակում, կարոտել եմ բեմին։ Վստահ եմ, որ մի օր կրկին կվերադառնամ այնտեղ։ Կինոն հրաշալի արվեստ է, բայց արտիստին իրականում սնուցում է այն հանդիսատեսը, որի աչքերը կարելի է տեսնել։ Այդ իմաստով թատրոնը անփոխարինելի է։ Պահանջված ու սիրված դերասաններին հաճախ առաջարկում են հեռուստահաղորդավար դառնալ։ Ձեզ էլ են առաջարկում։ Այո, ու ես այդ առաջարկները սովորաբար չեմ մերժում։ Մի քանի հեռուստատեսային նախագծերի եմ ներգրաված եղել որպես հաղորդավար, թե երաժշտական հաղորդումներ եմ վարել, թե զբոսաշրջային, թե խոհարարական։
Միքայել Արամյանը Ռուսաստանում հայտնի է նաև որպես հեռուստահաղորդավար։ Նրա հեռուստատեսային կարիերան սկսվել էր Music Box ալիքում, որտեղ ներկայացնում էր երաժշտական աշխարհի նորությունները։ Այնուհետև վարում էր Պյատնիցա հեռուստաընկերության «Ես քո երջանկությունն եմ» կոչվող երիտասարդական շոուն։ Հաղորդման գաղափարն այն էր, որ Միքայելը ու նրա համահաղորդավարուհին դերասանուհի Դարիա Ռուդենոկը միմյանց համար կազմակերպում էին անակնկալներով լի անսպասելի ռոմանտիկ հանդիպումներ, մեկը օգտվելով հեռուստաալիքի կողմից տրամադրված անսահմանափակ բյուջեից, իսկ մյուսը սեփական համեստ միջոցներով։ Հաջորդ հաջողված հեռուստատեսային նախագիծը մեկնարկեց 2024-ին Սուբոտա ալիքի եթերում։ Միքայելը վարում էր Չիկուլի ռեալիթի շոուն, որի յուրաքանչյուր թողարկմանը մասնակցում էին զույգեր, գեղեցիկ աղջիկ ու խելացի տղա։ Նրանց խնդիրն էր ծառայեցնել միմյանց իրենց ունեցած լավագույն կողմերը։ Դե իսկ հիմա Միքայել Արամյանը վարում է «Դժոխային շեֆ» կոչվող խոհարարական շոուն, որում ներկայանում է որպես հայ խոհարար Ռոդրիգո Աշոտովիչ։ Հիմա էլ շարունակում եք աշխատել որպես հեռուստահաղորդավար։ Վերջին իմ հեռուստանախագծերը խոհարարական են։ Պյատնիցա ալիքի առավոտյան եթերում սովորեցնում եմ մարդկանց համեղ ուտեստներ պատրաստել։ Իսկ եթերից դուրս ճաշեր պատրաստում եք։ Սիրում եմ համեղ ճաշեր պատրաստել, ամեն ինչ չէ, որ ինձ մոտ ստացվում է, բայց այն, ինչ ես ինքս սիրում եմ, համեղ եմ պատրաստում։ Բոլորն են ասում, խոհարարական արվեստն էլ է արվեստ։ Ես բոլոր արվեստներն եմ գնահատում։ Դե իզուր չեն ասում, որ ստեղծագործող մարդը ցանկացած գործին է ստեղծագործաբար մոտենում։ Լինի դա թատրոնում, կինոյում, բռնցքամարտում, թե խոհանոցում։ Վստահ եմ, որ ինքնադրսևորվելու նոր ասպարեզներ էլ կգտնեք։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։ Միքայել, սա իմ ավանդական հուշանվերն է։ Անամոր կոչվող այս հրաշալի գինին Մանուկյան գինու ու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով, հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Այն այդպես էլ կոչվում է «Անամոր աշխարհի հայերը»։ Հաջորդ ֆիլմի պրեմիերան այս գինով նշեք։